Շնորհակալություն, Տիկին նախարար, ուրեմն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը աղմուկի ստուգաչափման միակ լաբորատորիան է առողջապահության նախարարության ենթակայության։ Կա նաեւ ստանդարտներ ինստիտուտում, բայց խոսենք դրանից։ Այս փուլում նախ ֆիքսենք, որ աղմուկը միայն Երևանում չէ, աղմուկի մասին երբ խոսում ենք, մենք նկատի ունենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Այս պահին Հայաստանի Հանրապետության մարզերում աշխատակիցների կրճատումներ եւ օպտիմալացումներ են գնում, որի մասին բազմիցս դուք խոսել եք ձեր որոշմամբ եւ շատ կարեւոր բան ասեցիք իրազեկվածությունը, կարծում եմ այսօր էլ ենք մենք իրազեկում անում արդեն եւ այս պահին մենք ունենք երկու գործող սանիտարական նորմ, աղմուկի եւ թրթռոցի հետ կապված սանիտարական նորմերը, որոնք որ գործում են եւ քաղաքացիները դրանով կարողանում են դիմել եւ ստանալ վարչական վարույթի շրջանակներում վերահսկողություն։ Հարցս այսպիսին է. ինչպես պետք է կատարվեն այդ ստուգաչափումները, եթե չկան այդ կառույցները, եթե մենք վերցնում ենք եւ նոր աշխատողներ ենք ընդունելու, որպեսզի աղմուկի կարեւորագույն գործունեությունը ստուգաչափումները անեն, դուք նշեցիք նաև մասնագիտական որակավորում պետք է ունենան, ովքեր են լինելու դրանք, եւ որ կառույցն է, այսինքն եթե դուք մի կողմից կրճատելու եք, մի կողմից նոր աշխատողներ եք վերցնելու, ինչ մասնագետներ ենք վերցնելու, ինչ մասնագիտական հմտություններով ենթադրում եմ առաջ ընկնեմ, եթե դրանք հիգիենիստներ են, Հայաստանի Հանրապետությունում վերջի 5 տարում քանի հիգիենիստ է ավարտել, հա, այդ մասնագիտական որակավորումը ստացել, եւ ինչքան է պետական բյուջեի վրա նստելու դա, եւ կադրերի գծով, եւ գործիքների ապարատուրայի ձեռքբերման մասով։ Ունեք այդ հաշվարկները։ Շնորհակալություն։ Ուրեմն տեսեք, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ուրեմն ՊՕԱԿ-ը ունի բազմապիսի մասնագետների առկայություն եւ ձեր կողմից նշված տարիներով ընթացող վերակառուցման, օպտիմալացման շրջանակներում այո լինում են նաև կրճատումներ եւ շատ ավելի զբաղվածության գնահատում, նոր լաբորատոր կարողությունների նաև հաշվի առնելով, որտեղ շատ ուրեմն այսօրվա լաբորատորիաները հնարավորություն են տալիս շատ ավելի փոքր թվով աշխատակազմով իրականացնել ավելի մեծ թվով հետազոտություններ եւ այլն, չթվեմ դրանք։ Այսինքն այո, մենք աշխատում ենք մշտապես օպտիմալացնել նաև պետական համակարգը, որը կարծում եմ շատ կարևոր հանձնառություն է, բարդ, դժվար, բայց կարևոր, եւ խառնել մեկը մյուսի հետ կարծում եմ ճիշտ չի։ Աղմուկի հետ կապված մենք ունենք այլ պահանջներ, թե ինչ մասնագետ եւ ինչ որակավորում պիտի ունենա անձը, որպեսզի կարողանա փորձագիտական եզրակացություն տա աղմուկի մասով, ասեմ, որ հետո պարոն Աթոյանը շատ ավելի մանրամասն կներկայացնի այդ պահանջները, մասնագիտական ինչ է պետք։ Այսօր մենք ունենք հանրապետությունում շատ փոքր թվով մասնագետներ, մեկ ձեռքի վրա կարելի է հաշվել այդ մասնագետներին եւ մեր նպատակն է, որ ունենանք կրթենք եւ ապահովենք ուրեմն լրացուցիչ մասնագիտական կարողություններով, սարքավորումների մասով պետք է ասեմ, որ առանձին մեկ սարքավորման մասով դա մի քանի միլիոն դրամի շրջանակներում է ուրեմն տատանվում, իսկ տարածվածությունը ապահովելու համար մենք նաև հիմա քարտեզագրման աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի շատ ավելի հստակ ունենանք պատկերը, որ տեղում, որ բնակավայրում ինչպիսի այդ սարքերից պիտի ապահովենք։ Այսքանը։